Համադիմական ցենտրիստական կուսակցության համաժողովը հայտարարում ենք բացված։ Ընտրություններին ընդառաջ մենք արձանագրում ենք հետևյալ պատկերը. կան ընդդիմադիր ուժեր, որոնք ներկայացնում են ընտրազանգվածի պահանջարկի ընդամենը մի հատվածը իրենց առաջարկով, իրենց քաղաքական առաջարկով։ Բոլոր փորձագետները, վստահ եմ նաև ներկաներն էլ դա գիտեն, ասում են, որ 50-60% եթե ոչ ավել քաղաքացիների չեն մասնակցելու ընտրությունների, որովհետև նրանք չունեն իրենց պահանջները բավարարող ընդդիմադիր առաջարկ, այս պահի դրությամբ չեն տեսնում։ Հատուկ սարքած պատերազմի, միտումնավոր կազմակերպված սադրանքի, տապալված բանակցային գործընթացի, հողին հանձնված 5000 մեր սերնդի ոսկի, իսկապես ոսկի, լավագույն ներկայացուցիչների, 10,000-ից ավել հաշմանդամների, մի քանի տասնյակ հազար ուժացների, նրանց հարազատ, բարեկամ, ծնող, մերձավոր, զավակ եւ այլն, 240,000 սովի մատնված աղքատության ճիրաններից չպրծած մարդիկ, նվազագույն սպառողական զամբյուղին չտիրապետող մարդիկ, հուսալքված մարդիկ, թուրքացման ալիքի տակ մնալու ցանկություն չունեցող մարդիկ եւ այլն, 8.5 միլիարդ արտաքին պարկ խժռելու եւ ընդամենը մեկ ձնհալ հետո ամբողջությամբ ավիրվելու ասֆալտապատում իրականացնելու մասին մտածող մարդիկ եւ այլն եւ այլն եւ այլն, այս բոլոր մարդիկ ուզում են լսել, իսկ ով է կրելու սրա համար պատասխանատվություն, իսկ ով, երբ եւ ում է պատժելու սրա համար։ Պետք է անպայման ընդդիմության ինչ որ տարրեր մասնակցեն արմատական դիրքերից։ Հայաստանում կան, լինելու են միշտ ու հիմա կան հատկապես շատ մեծ թվով մարդիկ, ովքեր պահանջում են արմատական, ռադիկալ ընդդիմադիր օրակարգ, ովքեր են մեղավոր, ովքեր են հիմա կործանում երկիրը, ովքեր են ուզում մեր քաղաքակրթական, աշխարհայացքային, մշակութային, ազգային ամեն հետ ոչնչացնելով տեղը կառուցել մզկիթ, ովքեր են ուտում ժողովրդի փողերը, ովքեր են սպանել երեխեքին, ովքեր են շարունակում սպանել կամ ճաղավանդակների հետևը պահել, այն մարդկանց, ովքեր այս պրոցեսին դեմ են պատրաստվում կանգնել։ Մենք պատրաստ ենք հնչեցրածս դիրքորոշումները նույն կերպ ընդունող բոլոր ուժերի հետ միավորվել, միշտ ասել եմ սրա մասին։ Մենք պատրաստ ենք միավորման ներդնելով մարդկային ռեսուրս, դրամական միջոցներ, կազմակերպչական ունակություններ, լավ թիմ, մեծ լսարան եւ դիմացը ոչինչ չուզել, ոչ մի ամբիցիա, ոչ մի վարչապետի պաշտոն, ոչ մի ցուցակի կռիվ, ոչ մի առաջնայնություն, միայն մեկ պահանջ։ Իսկական ազնիվ արդար ընդդիմություն առանց խաղերի, առանց տուրուարի, առանց վախվորալու, առանց փսփսալու, առանց տակից Նիկոլա խաղերի եւ նախկինաներկայական համակարգի ձևաչափի մեջ տեղավորվելու։ Ու այս մեր մեկնարկով թող եւս մեկ անգամ հնչի հորդորս առաջարկս արմատական քաղաքական ուժերին միավորվելու մեկ ճակատով գնալու։ Կրկնում եմ, մենք էլ որպես օրինակ վայր դնելով բացարձակապես բոլոր այդ թվում քաղաքական հաշվարկային ամբիցիաները։ Ահա սա է ալյանսը, ահա սա է նախաձեռնության իմաստը, որով ալյանսը հանդես է եկել եւ երբ դուք կծանոթանաք մեր ծրագրին, իհարկե կա ծրագիր, իհարկե կա բացատրություն, ինչպես պիտի մարդիկ ապահովեն տներով, ինչպես պիտի բարձրացվի թոշակը, ինչպես պիտի վերացվեն խցանումները, որոնք չթողեցին, որ դուք ժամին հասնեք այսօրտեղ, ինչպես պիտի յուրաքանչյուր մարդ բուժվի գրեթե անվճար, ինչպես պիտի պետական բյուջեն ծախսվի արդյունավետ, ինչպես պիտի արտակարգ տնտեսման ռեժիմը բերի կրկնակի եռակի շրջանառություն երկրում եւ այլն, իհարկե այդ ամենը կա։ Բայց այդ ամենը չի կարող բավարարել մարդկանց, ում երեխաներին, ամուսիններին, հայրերին, եղբայրներին, հարազատներին խաբելով թաղեցին հայոց հողի մեջ։ Իհարկե պիտի լինի խաղաղություն, իհարկե պիտի լինի հաշտություն, իհարկե մարդիկ պիտի լինեն ապահով, ով որ ասում է, որ չէ, պետքա գնալ պատերազմի, ասում է առնվազն սխալ։ Իհարկե պիտի լինի խաղաղության խաչմերուկ, բայց ոչ ի հաշիվ մեր սեփական պետության տարածքները անվճար տալու եւ երկրորդը նա ով որ ասեց, որ այս ամենին կարելի էր հասնել առանց 5000 երեխա սպանելու,
պիտի դատապարտվի։ Պիտի փոխվի օրենսդրություն։ Մի մարդ սպանելու համար ձեզանից յուրաքանչյուրին կնստացնեն 15 տարով։ 5 մարդ սպանելու համար, ցմա 50 մարդ սպանելու համար, չշարունակեմ, 5000 մարդ կանխամտածված սպանելու համար։ Հետո գլխավոր ամբիոնից խոստովանելու համար, որ կարող էր դա չանել, բայց ամոթ էր, իրան չէին հասկանա։ Սրա համար պիտի փոխվի օրենսդրություն, սրա համար պիտի տեղի ունենա հանրաքվե, ժողովուրդը պիտի հանրաքվեով հետ բերի մահապատիժը, ու ոչ միայն պետական դավաճանության, այլև պետական մասշտաբի թալանի համար, որպեսզի հանգստանան։ Հայոց հողին տրված, հայոց հողը պաշտպանած ու հայոց հողին տրված, եւ երիտասարդները, եւ ավակները, եւ նրանց հարազատները, եւ նրանց ժամանակակից ապրողները։ Ու այդ ժամանակ պիտի լինի այո խաղաղություն, այո հաշտություն, այո կոմունիկացիաներ, այո առևտուր, այո զարգացում, առաջընթաց ու բարգավաճ։ Ես ուզում եմ, որ մենք Աստծո շուրջ հավաքվենք, մեր հավատքի եւ մեր տրադիցիաների շուրջ հավաքվենք։ Մենք բոլորով իրար հետ դնենք մի կողմ բոլոր տարաձայնությունները, մեկ մարդու պես փրկենք մեր հայրենիքը։ Փրկենք այն մարկանցից, ովքեր ցեխ են շպրտում մեր տրադիցիաների, մեր եկեղեցու, մեր հավատի, որոնք ուզում են մեզ սև ու սիպտակների բաժանել, որոնք ուզում են մեր դեմ ամբողջ աշխարհին ցույց տալ, որ ամբողջ հայ ազգի այսօրվա ամբողջ ապրած տարիները 301 թվականից ընդունած քրիստոնեությունը, որը ճիշտ չի եղել։ Այսինքն նրանք ուզում են մեզ վերացնել, բայց դա չի հաջողվելու, որտեղ 1915 թվականին թուրքերի կողմից հետապնդվելով մենք ջախջախվեցինք, բայց չկորցրեցինք մեր հավատքը։ Մեր հավատքը մինչև այսօր մեզ պահպանել է ամբողջ աշխարհով։ Այսօր պետք է բոլոր ուժերով իրար հետ համատեղ գործել մեկ ուժի դիմաց, որոնք տանում են մեր երկիրը դեպի կործանման։ Դրա համար հարգելի հայրենակիցներ, իմ խոսքը սրտի, սիրեք իրար, հարգեք իրար, չալարեք գնակընտրությունների եւ բոլորով իրար հետ լինենք Աստծո ճանապարհին։ Սա է մեր փրկության միակ ճանապարհը, մեր եկեղեցին, մեր Աստված եւ մեր հին ավանդույթները պապական։ Մնաք բարով, ամեն։ Մենք կարող ենք հույս դնել մենակ մեր վրա, մեր ծնկների վրա, մեր բազուկի վրա եւ մեր հայության վրա ամբողջ աշխարհով մեկ։ Ոչ թե մտածենք, որ մեր հարևանները մեզ կպահպանեն, մեզ կաջակցեն, մեզ կկերակրեն կամ մեր փոխարեն կպայքարեն եւ մեզ կտան մեր հայրենիքը իրանց ձեռքերով կստանանք նվիրատվություն։ 30 տարի անց մենք ունենք ելի արտագաղթ։ Մենք պետք է կանգնացնենք արտագաղթը եւ կիրառենք այն ծրագրերը, որը մեր կողմից մշակված է, որ հայերը վերադառնան իրանց հայրենիքը։ Դա եւ կտա բյուջետի ավելացում, դա կտա մեր մոտ տնտեսական աճ եւ կտա ավելի հզոր, ավելի լավ զինված բանակի հնարավորություն, որի վրա մենք միայն դրա վրա կարող ենք հույս դնել եւ ոչ թե լսել են միտքը, որ Տրամպի ուղին կպաշտպանի Հայաստանը եւ դա մեզ կապահովի մեր անվտանգությունը։ Գիտեք, ես դժվարանում եմ ինչով ակարակելու ճանապարհը եւ ոնց է պաշտպանելու հայ ազգին։ Մենք հույս կարանք դնենք մենակ մեր հայրենակիցների վրա եւ մեր ուժի, մեր հզոր բանակի վրա։ Հայաստանը չի կարող լինել թույլ պետություն, Հայաստանը չի կարող լինել անպաշտպան պետություն, Հայաստանը պետք է լինի ուժեղ, արժանապատիվ եւ վստահ իր ապագայի հանդեպ։ Սիրելի ընկերներ, մեր կուսակցությունը ստեղծվել է հենց այդ համոզմունքից։ Մենք չենք եկել քաղաքականություն միայն խոսելու համար։ Մենք եկել ենք քաղաքականություն վերականգնելու ազգային վստահությունը, վերականգնելու պետական արժանապատվությունը, վերականգնելու ժողովրդի հավատը ուժի նկատմամբ։